Աբովյան փողոցի 8 և 10 հասցեներում գտնվող այս երկու պատմամշակութային շենքերի օտարման գործընթացում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Երկու շենքերի սեփականատերն էլ ընդհատակում գտնվող գործարար Սամվել Մայրապետյանն է։ Ինչպես է Մայրապետյանը դրանք սեփականաշնորհել մանրամասնում է դատախազը։ Նշում նրան այդ հարցում օգնել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին պետ, գործով դեռ միակ մեղադրյալ Կարինե Կիրակոսյանը։ Պուշկին-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող 19-րդ դարի վերջին կառուցված պատմամշակութային հուշարձան հանդիսացող նարնջագույն այս շենքը 2007 թվականին վերցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՕԱԿ-ից, օտարվել նախօրոք հայտնի գնորդ Local Developers ընկերությանը, բայց պայմանով։ Կառավարության որոշմամբ համապատասխան դրույթ է նախատեսված եղել առ այն, որ գնորդը պարտավորվելու է տվյալ անշարժ գույքի հիմնական վերանորոգման և վերակառուցման նպատակով համամասնորեն ներդնել 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Հետագայում այս որոշման հիման վրա պայմանագիր է կնքվել Local Developers ընկերության հետ իդեմը Սամվել Մայրապետյանի։ Ներդրումը պետք է կատարվեր 2 տարում։ Իսկ չկատարման դեպքում պետք է գնորդի նկատմամբ, այսինքն Սամվել Մայրապետյանի ընկերության նկատմամբ տույժ հաշվարկվի։ 2 տարվա ընթացքում պայմանագրային պարտավորությունները Մայրապետյանի ընկերությունը չի կատարել ու չնայած դրան նրա նկատմամբ ոչ տույժ է հաշվարկվել և ոչ էլ գույքի բռնագանձման պահանջ է ներկայացվել։ Սամվել Մայրապետյանի կողմից ներկայացվել է կառուցագետ ՍՊ ընկերության եզրակացությունը առ այն, որ տվյալ գույքի նկատմամբ ներդրում է կատարվել ավելի քան 150 միլիոն դրամի չափով, սակայն այդ 150 միլիոն դրամի ներդրումը իրենից չի ենթադրել գույքի հիմնական վերանորոգում և հիմնական կառուցում, այլ դրա մի մասը շուրջ կեսը 78 միլիոնը ուղղվել է շինարարական աշխատանքների իրականացմանը, իսկ մյուս մասը ուղղվել է որոշակի ապրանքատեսակների ձեռքբերմանը, օրինակ սեղան, աթոռ եւ այլն, իսկ կենցաղային իրեր են ձեռքբերվել։ Հենց այդ եզրակացությունն էլ Պետգույքի կառավարման կոմիտեի պետ Կարինե Կիրակոսյանը գնահատել է պայմանագրի պատշաճ կատարում։ Համապատասխան գրություն է հասցեագրվել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահի, նշելով, որ պայմանագրային պարտավորությունները ամբողջությամբ կատարված են, ուստի անհրաժեշտ է դադարեցնել պետության գրավի իրավունքը։ Այս պայմաններում պետության գրավի իրավունքը փաստորեն առանց իրավաչափ հիմքի դադարեցվել է։ Արդյունքում շուրջ 221 միլիոն դրամ արժեքով այս գույքը, որն այժմ 796 միլիոնից ավելի է գնահատվում, դուրս է եկել պետության գույքային հաշվեկշռից։ Նույն խախտումներով Մայրապետյանին է օտարվել նաև 1880-ականների